Ընդամենը Նարեկը խնդրեց, որ Ալան մնա։ Ծիծաղելի բաներ ես ասում։ Ամենևին։ Ալան չէր ուզում մնար, որովհետև աղջիկը մենակ էր տանը։ Մենք էլ Նարեկ հետ խնդրեցինք, որ աղջկան էլ հրավիրի։ Ու շատ ուրախ եմ, որ իմ Նարեկ… Գիտեմ ինչ ես ասելու։ Լավ գնացինք սպասում են։ Լսիր, ժպտա, վերցրու տուրտը, մեր տղայի ծննդյան օրն է, ու մենք պիտի հյուրասիրենք։ Դու ես ամեն ինչը նորից անում ես նրա համար, որ ես ինձ ված կամ։ Լիլիա, սպասիր, միրը սպասիր։ Վատ եմ զգում, արդեն նույն բանն եմ լսում։ Մտիկ սենյակ, մտի ու նայիր Ալային։ Գիտես ինչ դժվարությունների միջև է անցել, բայց հիմա ժպտում է։ Ինչու՞, որովհետև աղջիկը կողքին է, ու ինքը երջանիկ է։ Այդ նա պետք է իրեն վատը զգա, որովհետև ինչի որ հասել է այս կյանքում, հասել է մեծ դժվարությունների գնով։ Իսկ դու վատ եմ զգում։ Հիմա ժպտա ու գնացինք։ Я серрахусы сам. Արուստ սպորն գնունի կոմից սպորելի պարդով փողրն է խալբարկանս կտան Ես էլ հեռախոս է տաքսիկը զանգես Շատ գեղեցիկ աղջիկ ունես։ Շնորհակալ եմ, Սեդա։ Ես գեղեցիկ աչքեր ունի։ Հորնանման, հոր աչքերն է։ Գեղեցիկ, խելացի սովորող։ Ես կարծում եմ, որ այդ ամենի համար Անան պարտական է Ալային։ Այո, մեր Ալան հրաշալի մայր է։ Լավ, տիկին Սեդա, ամաչեցի։ Ես ձեր ասացի այդ համամիտ եմ, նա շատ գեղեցիկ է, տատի ասած սիրուն աչքեր ունի, խելացի, ես էլ կուզենայի իր նման բուջուր քույրիկ ունենայի, իրապես գեղեցիկ, խելացի, Ինչի։ դե փոքր լիներ, որ ինչ ասեի լսեր, ամեն ինչ անում, ես ինչ լավ եմ մտածում մեր Նարեկ։
Իսկապես շատ հաճելի էր։ Մենք պետք է գնանք արդեն ուշ եմ։ Հավաքենք, որ գնանք, դա։ Չալա, ես խնդրում եմ, կարիք չկա։ Պարոն Գնունի, հանգիստ կլինեմ, որ հավաքեմ նոր գնամ։ Միան հանգստացեք, ես ձեզ տուն կհասցնեմ։ Այո, Ալաջան, աղջիկ ջան, հանգիստ գնացեք։ Մենք այստեղ կարգի կբերենք։ Բայց շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Մենք ենք շնորհակալ, որ չմերժեցիք Նարեկի խնդրանքը։ Նարեկը շատ լավ տղա է։ Բայց խոստացի, որ էլ ես գալու։ Դե չեմ կարող ասել, երբ բայց կգամ։ Խոստացի, որ կգաս։ Խոստանում եմ։ Նարեկ, Դե ճանապարհենք Ալային ու գնացիք։ Հոպա։ Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, շատ հաճելի էր ձեր հետ ծանոթանալը։ Շնորհակալություն։ Ստեսություն։ Ալաջան։ Էլի կգաս։ Ինչ լավ կլինի քեզ տեսնել։ Ստեսություն։